Աննա Հակոբյանը փաստորեն պնդում է, որ ինքն ու իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը չեն ասոցացվում Փաշինյանի հետ, հետևաբար նախընտրական շրջանում բարեգործություն անելու արգելքն ինքը չի խախտում։ Մեր համաքաղաքացիները սակայն այլ կարծիքի են։ Աննա Հակոբյան անուն ազգանունու հետ եք ասոցացնում։ Առաջինը կարծեմ վարչապետի կինն է։ Նիկոլ Փաշինյանի Վարչապետի տիկնոջ։ Իհարկե Փաշինյանի։ ԿՊ-ի Նիկոլ Փաշինյանի Վարչապետի կնոջ։ Հիմա նախկինը ներկայա իր ընտանիքից էր, չգիտեմ դե հիմա ներկայաբան չգիտեմ ընտանիքից է։ Այսօր Աննա Հակոբյանը ասուլիս է տվել, որի ժամանակ ասել է, որ իր անուն ազգանունը եւ իր հիմնադրամը վարչապետի հետ չի ասոցացվում եւ նա կարող է նախընտրական շրջանում բարեգործություն կատարել։ Իրան տենց ենք ճանաչում, իրան ճանաչում ենք որպես առաջին տիկին, տենց ենք ճանաչում։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամը։ Էլի։ Ես շատ եմ սիրում Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյանն է ղեկավարում հիմնադրամը։ Հա, եթե չեմ սխալվում, ինքնա չէ հիմնադիրը։ Դե հիմնադրամի քաղցկեղով հիվանդ երեխաներին չի անջակցում։ Եթե միացել են եւ նորից նույն հարկի տակ ապրում են որպես ամուսիններ, ապա այդ դեպքում արդեն Տիկին Հակոբյանը եւ պարոն Փաշինյանը, մեր վարչապետ պարոն Փաշինյանը, ուրեմն պետք է միասին հաստատ իմ կարծիքով այդ իրար հետ աշխատեն, այդ հիմնադրամի ամբողջ գործունեությունը միասին ծավալեն։ Ախր իշխանական ընտանիքը իշխան պետք է լինի, որ ասոցացնենք։ Նրանք չունեին այդ առավելությունները, այդ տիտղոսը չունեին։ Եթե խոսում է կրթությունից, հələ մի հատ դաստիարակությունից սկսի, ինտելեկտ ունենա, նոր կրթություն։ Սրանք տարբեր բաներ են, որ հիմքը մեր իսկապես հայ դաստիարակման ընտանիքի հիմքը դա է դրված։ Մենք իրան երեխայա, որ հիմա բացատրենք, թող օրինակ վերցնի Ռոբերտ Քոչարյանի կնգանից, այն մյուսից, այնքան մարդիկ կան, որ առաջի տիկին են, բայց իրանց չեն ներկայացնում այդպես առաջի տիկին։ Առաջի տիկինները այսօր մեր զոհված տղաների մայրերն են, այսքանը։ Ընդհանրապես չեմ ուզում լսել իր մասին։ Ում հետ եք ասոցացնում, երբ որ լսում եք Աննա Հակոբյան անուն ազգանունը։ Ինքը արդեն գրել է իր մասին, միայն Սաշկի հետ։